Փաշինյանն արդեն խոսում է վերջնագրի լեզվով ու ամենայն հայոց կաթողիկոսին դիմում աշխարհիկ անունով։ Պատրաստ է նույնիսկ ապացուցել, որ վեհափառը զավակ ունի։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը։ Գրել է վարչապետը եկեղեցու հետևորդներին կոչ անելով համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ սրբազան հոգեվորականի կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Որևէ մեկի ցանկությամբ կամ պարտադրմամբ չի կարող եկեղեցում տեղի ունենալ այնպիսի լուրջ բարենորոգչական հարցերի քննարկում, ինչպիսին որ այսօրվա իրականության մեջ առաջ է քաշվում եւ որպես կեղծ օրակարգ դրվում շրջանառության մեջ։ Կարծում եմ, որ որևէ հավատացյալ չի կարող տրվել այս կեղծ օրակարգերին։ Մինչև 5-րդ դար մեր գրեթե բոլոր կաթողիկոսները զավակներ են ունեցել։ 5-րդ դարի կեսերից է միայն արգելք դրվել եպիսկոպոսների ու վարդապետների ամուսնության վրա։ Դրանից հետո էլ միջին միջնադարում, զարգացած միջնադարում մենք տեսնում ենք հոգևորականներ, բարձրաստիճան հոգևորականներ, եպիսկոպոսներ, որոնք ունեցել են զավակներ, ընդհանրապես կարծիքների երկու տարբերակ է եղել։ Մեկը կողմ է եղել վերացնելու կուսակրոնությունը, որովհետև դա համարվել է անբնական վիճակ, մյուս կողմը, որ եղել է հակադիր կարծիքին, կողմ են եղել պահպանմանը։ Այն, ինչ կատարվում է հիմա, հոգևորականները ոչ տեսել էին, ոչ կարդացել պատմության էջերում։ Իշխանությունը երբեք իրեն թույլ չի տվել բարձրաստիճան հոգևորականների անձնական կյանք ներխուժել։ Եղել են պատմական ժամանակաշրջաններ, երբ խիստ լարված են եղել եկեղեցու եւ քաղաքական իշխանությունների ներկայացուցիչների հարաբերությունները, այդ թվում նաև կաթողիկոսների, իշխանների ու թագավորների, բայց որ օրվա իշխանությունները հայոց կաթողիկոսների նկատմամբ ցուցաբերեն նման ստորացուցիչ վերաբերմունք, երբևէ մեր հայոց պատմությունը չի արձանագրել։ Հակառակ օրինակները կան, որոշ իշխաններ օրինակ ասել են դուք կանոններ ընդունեք, մենք գործադրենք, այսինքն նույնիսկ պատրաստ էին եկեղեցու որոշումները կյանքի կոչելու։ Ինչու է վարչապետը լծվել այս գործին, եկեղեցին իր դիրքորոշումն ունի։ Հոգևորականն ասում է, եկեղեցու առաքելությունը նաև ազգապահպանությունն է։ Դրա համար էլ բարձրաձայնում են հայոց ցեղասպանության, արցախցիների վերադարձի եւ այլ հարցեր։ Այս հարցերի հետապնդումը եկեղեցու կողմից կրում է ամենօրյա աշխատանքային բնույթ եւ հայոց կաթողիկոս այդ աշխատանքների գլուխ է կանգնած։ Բնականաբար այսօրվա իշխանությունները տանում են ուղիղ հակառակ քաղաքականությունը։ Իսկ դա չի նշանակում արդյոք, որ եկեղեցին խառնվում է քաղաքական գործերին։ Հայոց եկեղեցու համար այն հարցերը, որոնք վերաբերում են հայ ժողովրդին եւ մեր հայրենիքին, դրանք դուրս են քաղաքականությունից։ Դրանք ունեն համազգային նշանակություն, իսկ ինչպես նշեցի, հայոց կաթողիկոսը ներկայացնում է ողջ ազգին, եւ դրանք չեն կարող վեհափառ հայրապետի ուշադրության կենտրոնում չլինել։ Կանոնագիր կայոցում արձանագրված է, որ եկեղեցականների դեմ յուրաքանչյուր վատ խոսք պախարակելի է։ Հետևություն, եկեղեցականների նկատմամբ ստորացուցիչ վերաբերմունքը ենթակա է եկեղեցու կողմից կոնկրետ վերաբերմունքի։ Մի քանի տարով ապաշխարություն նշանակելուց մինչև հաղորդությունից զրկել եւ արգելել մուտքը եկեղեցի։ Եկեղեցին այսպես հետ նահանջելու կոչերով է հանդես գալիս, հաշվի առնելով, որ իր հետևորդները կամ իր զավակները, ովքեր իրենց համարում են այս եկեղեցու զավակ, կարող են եւ իրավունք ունեն ապաշխարելու, զղջալու, ապաշխարելու եւ ներողություն խնդրելու։ Առայժմ մայրաթորի վարքագիծը կարծես թե այսպես է առաջ գնում։ Սակայն իշխանությունը հետքայլի մտադրություն ամենևին չունի, ամեն դեպքում այդպես է երևում Փաշինյանի գրառումներից։ Վարչապետի խոսքով իրենք իշխանությունը վերադարձրել են ժողովրդին ու հիմա եկել է եկեղեցին ժողովրդին վերադարձնելու ժամանակը, իսկ թե ինչպես է դա արվելու պետական ինչ լծակներով հայտնի չէ։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։